Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրապետությունում շարունակել համայնքների միավորման գործընթացը 3 մարզերում։ Մասնավորապես առաջարկում է Լոռու մարզում ձևավորել Ստեփանավան միավորված համայնքը, որում կներառվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռիբերդ համայնքները, վերջիններիս կազմում ընդգրկված ընդհանուր 20 բնակավայրերով։ Սյունիքի մարզում առաջարկում է ձևավորել Գորիս համայնքը, ներկայիս Գորիս, Տեղ եւ Տաթև համայնքներով, վերջինիս կազմում ընդգրկված ընդհանուր 28 բնակավայրերով։ Եվ Վայոց ձորի մարզում առաջարկում է ձևավորել Եղեգնաձոր միավորված համայնքը, որում կներառվեն Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները, վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրերով։ Թվարկված համայնքների համար սա միավորման արդեն երկրորդ փուլն է, եթե կարճ ասեմ, ավելի մեծ միավորներում միավորվում են նախկինում միավորված համայնքները։ Վարչատարածքային բարեփոխումների նախորդ 7 փուլերի արդյունքում համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներն են։ Չեն միավորվել Մայրաքաղաք Երևանը, Գյումրին, ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ։ Եվ ահա այսօր ակնկալվող համայնքների միավորման 8-րդ փուլի իրականացման արդյունքում համայնքների թիվը կդառնա 64, որից միավորված համայնքները կլինեն արդեն 57-ը։ Նախագծով հստակեցվում են նաև միավորվող համայնքներում ավականու ընտրությունների նշանակման եւ թիմ լիազորությունների անցման կարգը, համաձայն որի ընտրությունների հրապարակումից հետո 5-րդ օրը գործող թիմերի լիազորությունները դադարում են եւ նույն օրը ավականին ստանձնում է իր լիազորությունները։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ընդգծել, որ համայնքների միավորման գործընթացը համայնքների զուտ մեխանիկական միավորում չի ենթադրում, ավելին այն առաջին հերթին մասնագիտական եւ ֆինանսական պոտենցիալի միավորում է համայնքներում, ավելի մեծ համայնքային միավորներում, ավելի մեծ խնդիրներ լուծելու նպատակով եւ խոսքերիս ապացույցը Հայաստանի Հանրապետության համայնքներում կառավարություն համայնք համաֆինանսավորման իրականացվող տասնյակ միլիարդավոր դրամների աշխատանքներն են, որոնք էականորեն փոխել են Հայաստանի Հանրապետության համայնքների դիմագիծը։ Եվ առաջին հերթին հենց սա հաշվի առնելով խնդրում եմ կողմ քվեարկել համայնքների միավորման հերթական փուլին, միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չի պլանավորում այսքանով ամփոփել համայնքների միավորման գործընթացը եւ որոշ ժամանակ հետո մենք նորից նոր համայնքների միավորմամբ կներկայանանք ազգային ժողով ձեր հավանությունը ստանալու ակնկալիքով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Խուդայցյան, հարցը չեն կարող լինել, քանի որ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել։ Հարակից ձեռքբերման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին։ Հարգելի գործընկերներ, նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ քվեարկություններ են լինելու եւ խնդրում եմ ազգային ժողովի շենքը չլքել։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, վարչատարածքային բաժանման մասին օրենքի սույն նախագիծը, որը ներկայացվել է ձեզ, գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, ձեզ նույնպես կոչ եմ անում կողմ քվեարկել, բայց ուզում եմ ավելացնել հիմնական զեկուցողին, որ մենք վարչատարածքային բաժանման մասին սույն օրենքի նախագծում նույնպես դրել ենք մոտեցում շրջանային մոդելների կիրառումը, մենք հրաժարվել ենք փնջային մոդելների կիրառումից եւ անցել ամբողջությամբ շրջանային մոդելների կիրառման, այսքանը։ Շնորհակալություն, պարոն Ղալումյան, մտքերի փոխանակություն։ Շիրակ Թորոսյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան փոխոսնակ, հարգելի պարոն նախարար, պարոն Խուդայցյան, իհարկե այս նախաձեռնությունները ընկալելի են եւ շատ կարեւոր եւ բնական է, որ խոշորացված համայնքներում շատ ավելի արդյունավետ է պետական միջոցների ծախսումը, այստեղ մենք որևէ
ընդդիմախոսություն չունենք, ուղղակի ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին եւ նշեմ, որ դուք ասացիք, որ 5 համայնք կա, որոնք չեն խոշորացնում այս պահին դրանցից ազգային փոքրամասնությունների համայնքներն են, ես հորդորում եմ ձեզ, որ ընդհանրապես զերծ մնալ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի խոշորացումից։ Սա կլինի բացարձակ ճիշտ մոտեցում։ Իհարկե, հակառակ կարծիքն այն է, որ միջոցները բավարար չեն լինի, որ այդ գյուղերի զարգացման խնդիրները կմնան առկախ եւ այլն, այստեղ պետությունը ուրեմն անելիք ունի։ Ուրեմն մենք պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրենք պետական բյուջեից ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքները, գյուղերը, բնակավայրերը զարգացնելու համար եւ մենք դա պարտավոր ենք անել, որովհետեւ փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է զգան պետական էական աջակցություն, որովհետեւ դա է բխում Հայաստանի պետության արդարության ոգուց։ Մենք մի ժողովուրդ ենք, որ աշխարհի ավելի քան 50 երկրներում համայնքներ ունենք, եւ մենք միշտ ակնկալում ենք, որ արտասահմանյան երկրները մեր համայնքների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք պետք է ցուցաբերեն։ Իսկ որպեսզի այդ ակնկալիքը ավելի արդարացված լինի, նախ մենք պետք է այդպիսի վերաբերմունք ցուցաբերենք։ Եվ ես ձեզ հորդորում եմ, խնդրում եմ, երբեք ազգային փոքրամասնությունով բնակեցված համայնքները չխոշորացնել, ապահովել նրանց զարգացումը պետական բյուջեի հաշվին։ Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, պարոն Ղալումյան, պարոն Խուդացյան, համեցեք։ Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի падգամավորներ, սիրելի քաղաքացիներ, պարոն Թորոսյան, ամբողջությամբ համակարծիք եմ ձեր հետ կառավարության առաջիկա պլաններում եւ մեր պլաններում առհասարակ այս պահին համայնքների ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների միավորման գործընթաց չկա, մենք Արագածոտնի մարզում ունենք միավորման նախորդիվ իրականացել ենք միավորումի հետաքրքիր մոդելով, երբ որ ազգային փոքրամասնություններից բնակեցված համայնքները միավորվել են եւ իրենք ամբողջությամբ համայնքային փունջ են կազմել։ Այս պահին այլ պլաններ չունենք, ավելին կառավարությունը, ինչպես գիտեք, ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ 50 միլիոն դրամ դոտացիա է տրամադրում, ինչը էականորեն կարևոր հանգամանք է, որովհետև այդ գումարը կարողանում են մեր համայնքները օգտագործել նաև պետական համաֆինանսավորման ծրագրի շահառու դառնալու առիթով, որին էլի պետության համաֆինանսավորում է գումարվում եւ մեծ մասամբ այս համայնքներում եւս մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում։ Իհարկե զուգահեռաբար մենք աշխատանքներ ենք իրականացնում նաև ուղիղ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, օրինակ Ալագյաս համայնքում մենք վերջին ամիսների ընթացքում մի քանի այցեր ենք ունեցել եւ պիտի ասեմ, որ Ալագյազը Հայաստանի ամենադինամիկ զարգացող համայնքներից մեկն է դարձել։ Նոր մարզադպրոց է կառուցվում, մանկապարտեզ է նոր կառուցվել, հանդիսությունների սրահ է կառուցվել, Ալագյազով անցնող ճանապարհն է կառուցվել, Ապարանից դեպի Ալագյազ գնացող ճանապարհն է այս տարի մեր պլաններում կա, այսի նկատի ունեմ, որ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում։ Ցավում եմ այն հանգամանքով պայմանավորված, որ այսօր ընդդիմությունը հստակ չի, որովհետև կուզեի տեսնել ընդդիմադիր գործընկերների դեմքի արտահայտությունը, երբ որ ես այսօր այստեղ եմ ներկայացնելու խոշորացում, որի տարբեր բնակավայրերում միավորվում են քաղաքական ոչ այլակարծություն ունեցող համայնքի ղեկավարներով համայնքներ, որտեղ երբ որ ես ներկայացնում եի Վաղարշապատի օրինակը, իրենք այնտեղ իրանց հիմնական փաստարկենն էր, որ մենք այստեղ իշխանություն վերցնելու համար ենք Վաղարշապատը եւ Խոյը միավորում իրար, ուզում եմ ասել, որ այս համայնքները 9 համայնքները, որը ներկայացեցի, իմ նախորդ ասվածի տրամաբանության մեջ է, մենք քաղաքական հարց համայնքների միավորումով չենք լուծում, այլապես իրենց տեսանկյունից սա պիտի անտրամաբանական քայլ լիներ եւ եւս մի անգամ պիտի կոչ անեմ ձեզ քվեարկել արդեն ավելի մեծ կարողություններով Գորիս ունենալու, արդեն ավելի մեծ կարողություններով Ստեփանավան ունենալու եւ արդեն ավելի մեծ կարողություններով Եղեգնաձոր ունենալու համար շնորհակալ եմ։ Հարգելի գործ